Բարև օրվա կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 14 մայիսի 5 շաբթի։ Մինչ Հայաստանի քաղաքական դաշտն ու հասարակությունը պատրաստվում են ընտրությունների, մշակութային աշխարհը պատրաստվում է հունիսի 6-ին Երևանում տեղի ունենալիք մեծ միջոցառմանը։ Մայրաքաղաքում անցկացվելու է պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 22-րդ մրցույթը։ Այս մասին այսօր խոսվել է կառավարության հերթական նիստում։ Միջազգային հեղինակավոր մրցույթի կազմակերպման ու անցկացման համար հատկացվելու է 665 միլիոն դրամ։ Մրցույթի օրը պատահական ընտրված չէ հունիսի 6-ը աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Մրցույթը անցկացվելու է օպերայի բալետի ազգային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակն է լրանում այս տարի։ Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 22-րդ մրցույթը հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակներում։ Այսպես բնորոշեց հեղինակավոր մրցույթի կարևորությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը։ Սա հնարավորություն է տալու նաև ուղիղ հեռարձակման միջոցով, որը 11 երկրների է վերաբերում, որոնք մասնակցելու են մրցույթին, մասնապես Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա, Շվեդիա եւ իհարկե Հայաստան, ըստ էության մեծ տեսանելիություն է ապահովելու այս բոլոր առումներով մեր երկրի համար։ Այնուհետ կառավարությունը քննարկեց եւ հավանության արժանացրեց կիբերամտանգության ոլորտում միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին նախագիծը։ Կիբերամտանգության մասին օրենքը ընդունվել էր անցած տարեվերջին, բայց ստանդարտների ցանկը դեռ սահմանված չէր։ Կարծում ենք, որ սա մեծ ներդրում կլինի մեր ընդհանուր կիբերամտանգության պաշտպանման վերաբերյալ, գաղտնիք չեմ բացի, որ մեր համընդհանուր կյանքի ընթացքում թվային գործիքների ավելի լայն տարածում են ունենում եւ դրանք կարող են ավելի շատ ռիսկեր նաեւ պարունակեն, կարծում ենք, որ սա շատ պահանջված գործողություն է այս պահին։ Այսօր դժվար են պատկերացնում քաղաքակիրթ ներդրող, որը ներդրում անելիս նախ եւ առաջ կիբերանվտանգության մեխանիզմը բիզնեսի ուշադրության կենտրոնում չի պահում։ Եթե այս գործողությունը ենթադրում է որոշակի ծախսեր թե պետության, թե մասնավորի համար, ապա փոխվարչապետի համոզմամբ դրանք ոչ թե ծախսեր են, այլ ներդրումներ, որոնք էականորեն ավելացնում են նույն այդ բիզնեսների արժեքը։ Նիստում քննարկվեց նաև նորակառույց մի շարք դպրոցների ճանապարհների բարեկարգման հարցը։ Երեխաները չպետք է անբարեկարգ ճանապարհներով հասնեն բարեկարգ դպրոցներ, նշեց Ժաննա Անդրեասյանը։ Պետությունը ոչ միայն կառուցում է դպրոցներ ու գույք տալիս, այլև հասանելիությունն է ապահովում։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Այսօր քարոզարշավի 7-րդ օրն է, ընտրապայքարում եղած 19 քաղաքական ուժերի ակտիվությունն ավելի է մեծանում, խոստումներում ու ծրագրերում համընկնումներն ու հակասություններն ավելի տեսանելի են դառնում։ Իսկ որքանով են դրանք ընտրողների սպասելիքներին արդարացում խոստանում։ Խաղաղությունն առաջնահերթ համարելով քաղաքացիները ուզում են ապրել մի երկրում, որտեղ բոլոր ոլորտներում կա զարգացում։ Այս քարոզարշավի ժամանակ կնայեմ ես, տեսնեք ինչ ջերմություն է ժողովրդի։ Ընտրության ամսուտից հետո 170 աշճան կփոխվեն։ Քարոզարշավային օրերի մեջ Հայաստանի ամեն մի անկյունում այնքան սեր ու ջերմություն կա, որ մի ամբողջ տարի ու հետո չես գտնի ոչ մի տեղ։ Սերն անպակաս է, հոգատար վերաբերմունքը եւս։ Գյուղերում ու քաղաքներում շրջում են ժողովրդի հոգսերն ու սերին առած նրանց մասին մտածող քաղաքական ուժերը։ Մարդիկ էլ ինքնական թե ստիպողաբար գալիս են լսելու, մեկին դուր է գալիս քաղաքական դեմքերի հավասարակշռված խոսքը, մեկ ուրիշին էլ միմյանց վարկաբեկելու, վիրավորելու, սպառնալու խոսույթը։ Լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի միջև ընտրություն կատարելու օրեր են, կանցնեն։ Տեսնես երեխեքի հետ բարե պատճել, մաճել, նկարվել բան, հենց այդ երեխու ծնողը ցանկություն ունենա Անդրեալին տեսնի, հնաց չկա Անդրեալին կփակեն հենց ձևով, որ օծ իրապորտով չի կրնա հասնի Անդրեալի մոտ։ Իսոնք իստակ դարձել են Բիբլիայի բանը։ Քարոզիչները, ինձս ժողովրդին ամեն ինչ խոսք ունա, ներգտից օսկի, արզատ, ամեն ինչ թափիկը։ Մենակ խոստումներով չեն, ըմբել է բերտրոշին ում է պետք, այ բալաջան։ Փորձված ու նոր ձևի տարբեր անուններով կուսակցությունների հանդիպումներին քաղաքացիները աչքի ու ականջի պոչով հետևում, ծրագրերը լսում են հեռուստատեսությամբ ու սոցցանցերով։ Կուսակցությունները շատ են, ծրագրերն ու առաջարկները երբեմն համընկնող կամ հակառակը։ Հայաստանի քաղաքացին, եթե անգամ մերժում է բոլորին էլ, առաջնահերթ է երկրի համար խաղաղությունն ու կայունությունն է համարում։ Հակված եմ մի բանի, որ հայրենիքս ճիշտ ուղի ունենա, ճիշտ ապագա ունենա, երեխեքս, թոռներս,
Հակված եմ դրան։ Կուզեմ խաղաղություն եղնի, ամենակարևորը։ Մեկ ժողովրդին լավ է։ Ունենանք խաղաղ, ամենակարևորը։ Շատ բաների միջով անցանք, կուզենայինք խաղաղությունը ավելի ամրապնդվեր։ Խաղաղությունը բոլորն էլ ուզում են։ Խաղաղությունն առաջին հերթին, բայց զրույցներում գյումրեցիները կարևորեցին նաև կրթության որակի խնդիրը, որին այսօր ավելի քան մեծ ուշադրություն է պետք հատկացնել։ Հարցումների մասնակցած միջին ու ավագ տարիքի մարդիկ համեմատություններ էին անցկացնում իրենց ժամանակների դպրոցի ու կրթության հետ։ Լավ որակի դարձնել կրթությունը։ Ամեն դեպքում գիտության մարդկանց հնարավորություն տալ գիտությունով զբաղվել, բայց ոչ թե մտածել, թե ինչ աշխատեմ, ես հիմա իմ աշակերտներին ասում եմ, դուք պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն, ոչ թե առաջվա նման ասում եմ, ինչի մասին եք երազում։ Ես դա արդեն չեմ կարող ասել։ Երեխան ինչ որ երազում է, կարող է հետո չկարողանա իր երազանքով ապրի։ Ես կուզում նոր սերունդ տեսնել, կիրճ սերունդ տեսնել, ովքեր կարդան Արիստոտելին, Հեգելին, Կանտին, բոլոր աշխարհաքաղաքական են բաները, որ եղել են աշխարհում, գիտենան, հասկանան, ճանաչեն, իրենց իրավիճակը ճանաչեն։ Նախընտրական ծրագրերին այնքան էլ ծանոթ չեն, բայց ուզում են դրանցում գրված լինեն հիմնավորված իրատեսական առաջարկներ, որոնք կվերաբերեն Գյումրիի տասնամյակներով լուծում չստացած խնդիրներին։ Ամենից շատ գյումրեցիներն ուզում են քաղաքն ազատված տեսնել 38 տարի անց մնացած տնակներից, աշխատանքով ապահովված լինել են ուզում, որ շարունակ չլսեն երբեմն շահարկվող արտահայտությունը, թե Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ 38 տարի անցել է դեր տնակներում մարդ կան։ Ուշադրություն դարձնեն այդ տնակների ապրողներին։ Ամենակարևորը դա է։ 38 տարի չեմ բացակայել Գյումրուց։ Կուզեմ ծաղկած տեսնի, շինված, կառուցված, վերջապես ինչ բառերս են աշխատատեղերով արուստ, ժողովուրդը հետ կա, մաքուր, սադայրում Գյումրեցին, լեննագանցին, հետ կա աշխատի, թև տիգուն կեղնինք, մեկս մյուսիս։ Աշխատատեղեր ամենակարևորը ստեղծել ժողովուրդը դուրս կերտան։ Խոստումներն ու ծրագրերն իրականացված տեսնելու ցանկությունները 5 տարին մեկ կրկնվում են, շատն են ներկայացնում, քիչը իրականացնում, բայց միևնույն է ընտրողի մասնակցությունն է կարևորվում։ Ընտրության չգնալը եւս կարծիք ու կողմնորոշում է, բայց քաղաքացին հորդորում է խորհուրդ տալիս չլինել անտարբեր։ Իհարկե, դա բոլորից է վերաբերվում։ Ոնց կարելի է ասել, թե ինչ որ մեկը չգնա, չմասնակցի, ուրեմն դա ինքը չի մտահոգ չէ մեր ապագայի համար։ Իհարկե ժողովուրդը անպայման պետք է մասնակցել։ Եթե կուզեն ազգը պարկավաճե, փոսերը լցվին, արդյունաբերություն, ձեռնարկություններ, ուժեղ բանակ, ուժեղ հայրենիք, ուժեղ երիտասարդություն, ֆինանսապես ապահովված, որ մագարոն կարտոլի մասին դատարեն մտածելուց։ Ամենակարևորը քարոզաշավի ընթացքում ժողովուրդը ծանոթանա ծրագրերին։ Նոր էստա իր հանգիստ խղճով ընտրությունը կատարե, ինքիրա մեղադրե։ Մեծ 72 տարեկան մարդ եմ։ Եղել որ հաստատը չեմ գնացել մասնակցել։ Բայց բոլոր դեպքերում իմի պետք է։ Մեզ պետք է ամենից անցած մենք ոտքի կանգնելու կարիք ունենք ազգովին։ Բոլորի սպասումները նույնն են՝ ունենալ անվտանգ երկիր, ուժեղ բանակ, աշխատանք ու տուն, առողջ հասարակություն ու կրթված սերունդ։ Նախընտրական օրերը կարճանում են, քաղաքական քննարկումները դառնում ավելի սուր։ Կարևորն արդյունքն է, որ կախված է ընտրողից։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն ավարտվել է, մասնակցել են նաև մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ղեկավարներ, այդ թվում Տեսլայի և Apple-ի։ Չինաստանը ողջունել է Միացյալ Նահանգների հետ համագործակցության ամրապնդումը։ Սի Ցինպինը հայտնել է, որ արտաքին աշխարհի առջև Չինաստանի բաց դռներն էլ ավելի կբացվեն։ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ իր համար պատիվ էր լինել Չինաստանի գործընկերը, վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները լինելու են ավելի լավը։ 2017 թվականից ի վեր սա Ամերիկայի առաջնորդի առաջին այցն էր Պեկին։ Թրամփը երկօրյա բանակցություններ է վարել Չինաստանի առաջնորդ Սի Ցինպինի հետ։
Այս այցը նախատեսված էր մարտին, սակայն հետաձգվեց ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսվելուց հետո։ Ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև տնտեսական հարաբերություններն էին։ Ամերիկյան պատվիրակության կազմում են Թրամփի որդիներիկը, մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում Nvidia, միկրոչիպերի արտադրող ընկերության գործադիր տնօրենը, Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Elon Musk-ը եւ Apple-ի եւ BlackRock-ի գործադիր տնօրենները։ Պեկինի կենտրոն ժամանելուց հետո Թրամփը եւ Սի Ցինպինը դիտել են ռազմական շքերթը, ապա մտել Չինաստանի խորհրդարանի շենք, որտեղ նրանք իրենց առաջին մեկնաբանություններն են արել լրագրողներին։ Երկկողմ բանակցությունների ընթացքում Թրամփը, դիմելով Սի Ցինպինին, ասել է. Մենք լավ ենք շփվում, մենք ունեցել ենք մեր դժվարությունները, բայց մենք հաղթահարել ենք դրանք։ Որոշ մարդիկ չգիտեն դա, բայց եթե մենք խնդիրներ ենք ունեցել, մենք դրանք շատ արագ լուծել ենք։ Ես զանգահարել եմ ձեզ եւ դուք զանգահարել եք ինձ։ Ես բոլորին ասում եմ, որ դուք հիանալի առաջնորդ եք։ Իր հերթին Սի Ցինպինը հայտարարել է. Ամբողջ աշխարհը հետևում է մեր հանդիպմանը։ Աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում անընդհատ աճող տեմպերով, փոփոխություններ, որոնք տեղի չեն ունեցել մեկ դար շարունակ, եւ միջազգային իրավիճակը անընդհատ փոխվում է եւ մնում է անկայուն։ Չինաստանի առաջնորդը հարց է տվել, թե արդյոք երկու երկրները կկարողանան միասին աշխատել գլոբալ մարտահրավերները լուծելու եւ աշխարհում կայունություն ձեռք բերելու, ինչպես նաեւ պայծառ ապագա կառուցելու համար։ Սի Ցինպինի հետ հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել էր, որ կխնդրի նրան բացել Չինաստանի տնտեսությունը խոշոր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։ Նա հավելել է, որ ակնկալում է Իրանի շուրջ երկար քննարկում, սակայն ընդգծել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար Պեկինի օգնության կարիք չունի։ Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է հրահրել Պեկինի եւ Վաշինգտոնի միջև բախման։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։ Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն կարգավորվի պատշաճ կերպով, երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Եթե ոչ, երկու պետությունները կբախվեն կամ նույնիսկ հակամարտության մեջ կմտնեն, ինչը երկկողմ կապերի ողջ համալիրը կդնի ծայրահեղ վտանգավոր դրության մեջ։ Չինաստանի նախագահը հավելել է, որ կղզու անկախության ձգտումը եւ տարածաշրջանում խաղաղությունը բացառում են միմյանց։ Նրա խոսքով Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևորագույն գործոն է Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների համար։ Նշենք, որ չնայած Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Չինաստանի քաղաքականությունը, ըստ որի Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է, սակայն օրենքով պարտավորված է օգնել վերջինիս պաշտպանվել եւ զենք է վաճառում կղզում։ Սա մշտական լարվածության աղբյուր է Պեկինի եւ Վաշինգտոնի միջև։ Խորհրդանի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները այցելել են Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը՝ երկնքի տաճար։ Ռուսաստանը այսօր վաղ առավոտյան թիրախավորել է Ուկրաինայի մայրաքաղաքը զանգվածային անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով, որի հետևանքով զոհվել է առնվազն 1 եւ վիրավորվել 33 մարդ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ իրենց հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել կամ խափանել է 693 թիրախ, այդ թվում 41 հրթիռ եւ 652 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարք ամբողջ երկրում։ Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ 15 հրթիռ եւ 23 անօդաչու թռչող սարք ուղիղ հարվածներ են հասցրել 24 վայրերում։ Խփված անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են եւս 18 վայրերում։ Հարձակումը, որի հիմնական թիրախը Կիևն է եղել, տեղի ունեցել չորեքշաբթի օրը անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից մի քանի ժամ անց։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ հարձակումը Ռուսաստանի պատասխանն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարած հազվագյուտ այցին։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան, նրան օդանավակայանում դիմավորել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Երկկողմ բանակցություններից բացի նախագահները կանցկացնեն Ղազախստանի եւ Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական գործակցության խորհրդի 6-րդ նիստը եւ կմասնակցեն թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Էրդողանը Ղազախստան է այցելել ավելի քան 6 անգամ, սա նրա երկրորդ պետական այցն է, նախորդը տեղի ունեցել 2022 թվականին։ Լիտվայի կառավարության ղեկավար Էվիկա Սիլինյան հայտարարել է հրաժարական տալու մասին, համապատասխան հայտարարություն արել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայտնում եմ 26 թվականի մայիսի 14-ին վարչապետի պաշտոնից իմ հեռանալու եւ նախարարների ողջ կազմի հրաժարականի մասին, ասված է Սիլինյայի հայտարարության մեջ։ Կառավարական ճգնաժամն առաջացել էր Պաշտպանության նախարար Անդրիս Սպրուցի հրաժարականից հետո, երբ մայիսի 7-ին Լատվիայի օդային տարածք էին ներխուժել մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից մեկն ընկել էր Ռեզեկնեյում նավթամբարի տարածքում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրաժարականը հանգեցրել էր նրան, որ Սիլինյային սատարող քաղաքական գործընկերները հայտարարել էին, թե վարչապետն այլևս չի վայելում իրենց վստահությունը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հավաք Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի նորընծած չեմպիոն Ինտերի կազմում դարձել է Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինտերը մրցել է Լացիոյի հետ եւ առավելության հասել 2-0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 68-րդ րոպեին։ Իտալիայից գավաթը Հայաստանի լավագույն ռմբարկոյի կարիերայի 28-րդ տիտղոսն է։ Ինտերի կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանն օրեր առաջ խոսել է իր ապագայի վերաբերյալ ու նշել, որ առաջիկայում կընդունի որոշում։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի Ինտերի հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Այժմի համար այսքանը։ Հետևեք լուրերի թողարկման հաջորդ եթերներում։